Թուրքերը բռնել են տարել մաշին։ Սյունիքի մարզի սահմանային տեղ բնակավայրից 2 անչափահասներ ադրբեջանական կողմում են հայտնվել, կեսօրին հաղորդեց Ազգային անվտանգության ծառայությունը։ Գերատեսչությունից հայտնում են, թե 18 դեռ չլրացած Կարեն Ջահանգիրյանն ու 17-ամյա Անդրեյ Գյագունցը գիշերը 1:20-ին են մոլորվել Արավուց գյուղի հարակից հատվածում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու եւ նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից առանց այլ մանրամասների։ Հաղորդագրությունը հրապարակելուց 4 ժամ անց ԱԱԾ-ն որևէ տեղեկություն չի հայտնել տղաների մասին։ Բաքուն եւս լռում է ու պարզ չէ ինչ կարգավիճակում են նրանք այնտեղ։ Ազատությունն այսօր փորձեց տարածքային կառավարման նախարարից ճշտել, արդյոք Սյունիքի մարզպետից որևէ տեղեկություն փորձել է ճշտել տղաների մասին։ Դավիթ Խուդայթյանն ասաց սակայն, որ դեպքի մասին մամուլից է իմացել եւ հարցով զբաղվում են ուժայինները։ Տեղ համայնքի կազմում 7 գյուղ է, 7-ն էլ սահմանային, ադրբեջանական դիրքերից մետրերի հեռավորության վրա։ Արավուսի արոտավայրերը, որտեղ ըստ ԱԱԾ-ի մոլորվել են անչափահասները, ադրբեջանական դիրքերից մի քանի 100 մետր են հեռու։ Տեղ համայնքի ավականու անդամ Արգամ Հովսեփյանն Ազատությանը փոխանցեց, որ տղաները գնացել էին ձիերին բերելու։ Դրանից հետո էլ հարազատները կապը կորցրել են անչափահասների հետ։ Առևանգվել են, գերեվարվել, թե մոլորվել ու հայտնվել ադրբեջանական կողմում, տեղում հստակ չգիտեն։ Երկուսն էլ երիտասարդ տղերք են, 12-րդ դասարան ավարտած։ Երեխեքը նստել են ձիերը, որ գնան իրանց ձիերի հետևից, էլի դիմացի այս հոստերի տակից։ Գնացել են, բռնվել են էլի հաստորեն։ Ժամի 1:30 են կացալ երեխեքը ձիով։ Քյացել են տարել են էլի։ Ֆելիքս Ավագյանը Արավուս գյուղից է, հովիվ, 4 տարի առաջ էլ նա էր ադրբեջանցիների ձեռքն ընկել, դեռ այն ժամանակ պնդում էր։ Արոտավայրի հայկական հատվածում է եղել, երբ ադրբեջանցի զինվորականներն իրեն պահանջել են լքել տարածքն ու հետո գերեվարել են։ Ավելի ուշ նրան վերադարձրել էին, սակայն հոտը ոչ։ Իսել եմ հույգել եմ բաղացիլ կոնք։ Ասում դաժե տարածենա կավագիդակե։ Ապրին խոսորս որ տալ հենգ չեն տվել։ Տղաների հարազատները հրաժարվում են խոսել, ասացին տրամադրություն չունեն։ Անցած տարեվերջին էլ գյուղի մեկ այլ հովիվ էր ադրբեջանական կողմում հայտնվել։ Նա եւս վերադարձվել էր։